Բարձր դատարան, դատաքննության մասնակիցներ, սիրելի հայրենակիցներ։ Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսացավ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Դրա շրջանակներում ընդունված որոշումը, դրա շրջանակներում տեղի ունեցած համակարգային, զանգվածային, պարբերական բնույթ կրող ընտրախախտումները։ Մենք մեր դիմումի շրջանակներում ներկայացրել ենք այն խումբ ընտրախախտումները, զանգվածային բնույթի ընտրախախտումները, որոնք մենք բաժանել էինք մի քանի փուլերի։ Մինչև քվեարկության օրը, նախընտրական շրջանը, քվեարկության օրը և դրան հաջորդած ժամանակահատվածում լիազոր մարմնի ակնհայտ ոչ իրավաչափ գործողությունները։ Բարձր դատարան, կարծում եմ, տեղին է հիշատակել հենց սահմանադրական դատարանի հիմնադիր նախագահ պարոն Հարությունյանի խոսքերից մեկը, որ Հայաստանի Հանրապետությունում կա սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն։ Կարծում եմ այս խոսքերը 2026 թվականին հենց այս ընտրության արդյունքների վեճի շրջանակներում շատ ավելի մեծ իմաստ են ձեռք բերել։ Մենք դատաքննության ընթացքում պարզեցինք մի քանի կարևոր հանգամանք։ Մենք պարզեցինք, որ գործով պատասխանողը մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան չունի։ Մենք տեսանք դատաքննության ընթացքում ինչպես է հնարավոր հարցերի չպատասխանել։ Կարծում եմ սահմանադրական դատարանում, սահմանադրական արդարադատության շրջանակներում մենք առաջին անգամ ականատեսը եղանք, որ սահմանադրական դատարանում պատասխանողը օգտվեց փաստացի լռելու իրավունքից, երբ բարձր դատարանի դատավորներից մեկի ուղիղ հարցադրմանը պատասխան ընդհանրապես չտրվեց։ Բարձր դատարան, մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն եղել սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան։ Այս ընտրությունները չեն եղել ազատ, չեն եղել հավասար։ Այս պնդումները հիմնավորելու համար մենք ներկայացրեցինք, թե ատելության խոսքի մասշտաբային դրսևորումը, որը իրականացվել է սույն դատաքննությանը որպես երրորդ անձ ներգրավված ուժի կողմից և որը փաստահեն է, որի վերաբերյալ կա իրավական բնույթի ակտը, վարչական դատարանի համապատասխան դատական ակտը։ Մենք հիմնավորեցինք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է անասելի։ Դրա վերաբերյալ ներկայացրեցինք կրկին դատական ակտեր, փաստահեն պնդումներ։ Մենք հիմնավորեցինք, որ սույն ընտրական վեճի, ընտրական գործընթացի, ընդհանրապես ընտրական այս գործընթացի շրջանակներում լիազոր մարմինը ունեցել է անկախության դեֆիցիտ։ Մենք տեսանք ինչպես սահմանադրական դատարանը իր կազմի փոփոխություն ունեցավ մասնակցության անհնարինության որոշումներով, բայց որը բնավ տեղի չի ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեպքում։ Արդյոք մարդիկ չպետք է ունենան իրավունք քաղաքական գործունեություն իրացնելու, իսկ դրան հաջորդող ժամանակահատվածում այլ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնելու։ Իհարկե, թող ունենան, բայց արդյոք այն պետք է լինի այնպիսին, որ անաչառ դիտորդի մոտ մեղմ ասած անհանգստություն առաջացնի։ Սա է իրավիճակը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեպքում։ Բարձր դատարանի կողմից դատաքննության ընթացքում մի կարևոր հարցադրման վերաբերյալ նույն 35 կոտորակ 65 ընտրատեղամասի վերաբերյալ պարզեցինք ինչ մի իրավիճակ։ Տեղամասային հանձնաժողովի նախագահը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է եղել։ Արդյոք սա կասկածի տեղ տալիս է, թե ոչ։ Արդյոք սա չի ստվերում ամբողջ ընտրական գործընթացը, թե ոչ։ Եկեք մի քանի այլ հանգամանքել համադրենք դրան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության ընտրական գործընթացների ամբողջ պատմության մեջ առաջին անգամ է, որ բովանդակային վարչարարությունից հրաժարվել է։ Սա փաստ է։